Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, ես Արմեն Բարսեղյանը, եթերում է Տեսակետ հաղորդաշարը, որը ինչպես միշտ լայվ է։ Կրկին կարող եմ շնորհավորել մեր հեռուստադիտողին, որ AMG-ի կայանը այսուհետև հեռարձակվելու է 6.5 այդ հաճախականության վրա 10.6 եւ 30.5 այս 3 հաճախականության անտենայի վրա դուք կարող եք դիտել Տեսակետ հաղորդաշարը եւ AMG-ի բոլոր հաղորդաշարերը։ Սա պատասխան էր այ բոլոր հարցերին, թե AMG-ը փակվել է, ոչ, AMG-ը աշխատում է եւ պետք է աշխատի։ Եվ այսպիսով անդրադառնանք վերջին իրադարձություններին անցած չորեքշաբթվանից մինչև հիմա։ Եվ ամենաառաջինը կարող ենք արձանագրել, որ հենց հաղորդաշարի ընթացքում անցած չորեքշաբթի ես խոսեցի, որ ՀՕՊ-ի համաձայնագիրն է հաջորդ օրը ստորագրվելու, ինչը կայացավ, ինչի համար չեմ կարող շնորհավորել մեր ազգին, որովհետև հերթական անգամ, այս անգամ հանձնվեց անգամ օդը, ինչպես ասում են, վաղն էլ թվանքի կոթը, եւ այսպիսով հակապաշտպանության օդային այդ համակարգը հանձնվեց Ռուսաստանին։ Չնայած իշխանությունների բարբաջոցներին, որ դա հայ ազգի համար շատ բարենպաստ է, չգիտեմ ինչու ինչեր, բայց ոչ մեկ չի կարող հոդաբաշխ պատասխան տալ այն հարցին, եթե հանկարծ Ղարաբաղի ու Արցախի ուղղությամբ լինի հարձակում օդային, ռուսական հակաօդային պաշտպանությունը կբարձրացնի իր ուժերը օդ թե ոչ մեկ հոդաբաշխ պատասխան չի տալիս։ Եվ բոլորը նշում են, որ այդ կառույցի ղեկավարը լինելու է Շամանովը, տխրահռչակ Շամանովը, որին շատ շռնդալից ձևով վռնդեցին Չեչնիայից, այնտեղ անօրինականություններ կատարելու համար, այդ նույն Շամանովը պետք է ղեկավարի այդ ՀՕՊ համակարգը։ Բոլորս էլ հասկանում ենք, դա ապացուցվել է արդեն դրա մասին կարիք չկա ասելու, որ այդ ռուսական դաշնակիցը ճակերտավոր մի կառույց է եւ իր վրա հույս դնել չի կարելի։ Եվ անգամ Արա Պապյանը եւ շատ ուրիշ մասնագետներ բերում են այն փաստարկը, որ ասում են ժողովուրդ դուք կտեսնեք, երբ որ ռումբերը կընկնեն Երևանի կենտրոնում, արդեն այն վաղ նոր կհասկանաք, թե ինչ է կատարվել այս համաձայնագիրը ստորագրելով։ Եվ այդ 102 падգամավորների անունները տպագրված են ամենտեղ որպես դավաճանների անուններ եւ խնդրում են այդ անունները հիշել, որ վաղը մյուս օր իրենցից պատասխան պահանջեն։ Սա առաջինն էր անցած շաբաթվա սկզբին, այսինքն չորեքշաբթվանից հետո խայտառակ իրավիճակներից մեկը եւ գնալով երկրորդ, այսպես ասենք, խայտառակ իրավիճակներից մեկն է քաղաքապետարների կարգավիճակը, որում գտնվում է այսօր ընդդիմությունը, հատկապես Նոր Հայաստանի ընդդիմախոսները, պայքարողները։ Գործը հասավ նրան, որ արդեն ձերբակալել են Պավլիկ ազատամարտիկ Պավլիկի եղբորը, որը գտնվում է, այսինքն ապրում է Վանաձորում, նա անտառապահ է, այսպես ասենք, եւ նա որպես անտառապահ իրանք ունի որսորդական զենք ունենալ գոնե, ուրեմն իր տանը խուզարկելով գտել են որսորդական զենք 12 հատ փամփուշտ, դա կոչել են անօրինական եւ ձերբակալել են իրան 2 ամսով, ինչին Պավլիկ Մանուկյանը հայտարարել է, որ դա պարզապես ճնշումներ են իր հանդեպ, բայց նա երբեք գաղափարախոսությունը չի փոխի անգամ իր եղբոր հետ, անգամ եթե իր եղբորը մասնատեն, նա իր գաղափարախոսության մարտիկներին չի փոխարինի անգամ եղբոր հետ։ Մեծ ընդվզում է առաջանում այսօր Հայաստանում, բոլորը պահանջում են այս իշխանությունների, այսպես ասենք, հեռացումը եւ դրա վառ ապացույցներից մեկը, ինչը պետք է շուտ կատարվի, իշխանափոխություն, այսինքն ոչ թե իշխանափոխություն, այս իշխանություններին պետք է 1 րոպե առաջ, ոչ թե 1 ժամ, 1 րոպե առաջ հեռացնել, որովհետև տեսեք այսօր Թբիլիսիում կայացել է ԵԱԿ ԵԽՎ-ի հանձնաժողովը նիստը, ԵԱԿ խորհրդարանի վեհաժողովի նստաշրջանը, որտեղ բանաձև է ընդունվել
Բանաձևը չի ստորագրել ռուսական պատվիրակությունը եւ Հայաստանի պատվիրակությունը։ Չնայած նշում են բոլորը, որ այստեղ չի կարելի ասել Հայաստանը չի ստորագրել, կարելի ասել, որ Ռուսաստանը չի ստորագրել, քանի որ Հայաստանը արդեն հանդիսանում է Ռուսաստանի մաս եւ պատկերացրեք, թե ինչի տակ չեն ստորագրել։ Այն ինչ որ Սերժիկ Սարգսյանը պահանջում էր, որ այդ հրադադարի մեխանիզմները ներդրվեն սահմանին, պահանջում էր դա եւ անգամ պայման էր դնում Ալիևի հետ բանակցությունների գնալու համար, այժմ այս նույն նստաշրջանում ուրեմն ԵԱԿ խորհրդարանական վեհաժողովը բանաձև է ընդունում, որ այդ մեխանիզմների ներդրումը սահմանի վրա շատ արագ արվի, Հայաստանը չի ստորագրում այդ բանաձևը։ Եվ տեսեք ինչ է կատարում։ Գեղամյանը Թբիլիսիում հանդիպել է Ադրբեջանի գործընկերների հետ եւ նրանց հետ քննարկել Ղարաբաղյան խնդիրը կոչ անելով բանակցությունների մասնակից դարձնել Ղարաբաղին։ Ադրբեջանը չի համաձայնվել, չնայած ԵԽՎ Ղարաբաղի հարցով Հայաստանի համար ձեռնտու հայտարարություն է ընդունել, որում նշված է Վենայում նախագահների հանդիպման որոշումների կատարման անհրաժեշտությունը, Գեղամյանը միևնույն է չի ստորագրել ամփոփիչ հռչակագիրը։ Հիմա դատարկ դհոլ ասենք, թե կովիկաշի ասենք, թե ինչ ասեք հասնում է, սա այն մարդն է, որը դեռ այսօր ապայուսներ են գալիս, որ դեռ սովետական տարիներին, 88 թվականներին ինչ գործակալական քայլեր է կատարել Ղարաբաղյան շարժման այդ մասնակիցների հանդեպ իր զեկուցագիրներով եւ այլն։ Այն ինչ որ ես շատ հաճախ կրկնում եմ, որ Հայաստանին հարկավոր է լյուստրացիա։ Սրանք պարզապես ագենտներ են ռուսական, ներմուծված Հայաստանում անել ամեն ինչ, ինչ որ հարկավոր է ռուսական շահերին։ Այսինքն այսօրվա իշխանական կլանի մեջ, այսինքն այս ավազակապետության մեջ չկա գոնե որևէ մի նորմալ մարդ, որը ապրում է եւ աշխատում է հայկական շահերով տոգորված։ Չկա այդպիսի բան։ Եվ այսօր շատ է արձայծվում մի միտք, որ այս ամենի մեղավորը ջհուդներն են։ Դրա ջադակովները շատ կան, ջհուդները, գիտեք ինչ, երևի թե Ժողովուրդ ջան, այսօր այդ վերլուծականը թողենք, որ Թուրքիան Ռուսաստանի հետ մերձեցավ, կլինի սա, դրա մասին արդեն շատ է խոսացել, արդեն նախորոք ենք ասել, այսպես ասած 3-4 ամիս առաջ, որ նրանք իրար հետ կբարիշեն, ավելի գրկախառն գործողությունների կանցնեն եւ ամեն ինչը կկատարվի Հայաստանի հաշվին։ Շատերը ծիծաղում են, ասում են, չէ, այս անգամ շատ լուրջ են գժտվել եւ այլն եւ այլն։ Բայց տեսեք այդ կոնտեքստի մեջ, չգիտեմ, միտումն ա թե ինչպես Լարսի անցակետը փակվեց, մեր ծիրանը չտեղափոխվեց Մոսկվա, երևի շատ ավելի լավ, թող այս անգամ ռուսները մեր սուրբ ծիրանը թող չըմբոշխնեն, բայց դրա պատճառով բավականի բեռնատարներ կանգնեցին, ապրանքները փչացան եւ այս ֆոնի վրա ռուսական ավիաընկերությունները թանկացրեցին ավիատոմսերը, թե դեպի Կրասնոդար, Սոչի, Ղրիմ, Ռուսաստան, Մոսկվա եւ այլն։ 2-3 անգամ գները թանկացել են։ Ինչու՞։ Կրկին այն պատճառով, որ Հայաստանը ունի իր սեփական ավիաուղիները։ Այսինքն ջհուդներն են մեղավոր, որ Հայաստանը ժամանակին ամեն ինչ հանձնեց Ռուսաստանին։ Ջհուդներն են մեղավոր, որ հեծը տրվեց Ռուսաստանին, 92 միլիոն պարտքի դիմաց Հրազդանի ջեկը նվիրվեց Ռուսաստանին, Գազպրոմը տրվեց Ռուսաստանին, երկաթուղիները տրվեց Ռուսաստանին։ Հասկանում եք, Ժողովուրդ ջան, մենք մինչև այսօր երևի թե մինչև այս ապրիլի 2-ի պատերազմը չենք գիտակցում, չենք ուզում ավելի լուրջ գիտակցել մոտենալ այն հարցին, թե ինչ է կատարվում եւ ինչ են կատարում մեր իշխանությունները մեր հետ։ Շատ պարզ մի բան կատարվեց, մի պետություն, որը 92-94 թվականներին ունեցավ հաղթանակ, հաղթանակած պետությունը գնաց պարտվողական ճանապարհով, հենց անմիջապես հաղթանակից հետո սկսեց խոսել
զիջումների մասին։ Զիջումներ, որոնք անթույլատրելի են։ Բոլորն էլ այսօր նշում են, միանգամից եկեք Երևանը հանձնենք թուրքերին, ոչ թե կամաց ժողովրդին տանջելով, սկզբից Արցախը հանձնենք, հետո Զանգեզուրը, հետո նոր Երևանը։ Եթե հանձնում եք, միանգամից Երևանը հանձնեք։ Եվ այսօր կատարվում է մի ոճրագործություն, այն մարդիկ, ովքեր պայքարում են հողերը չհանձնելու դեմ, պայքարում են թուրքամետության, ռուսամետության դեմ, նրանց ձերբակալում են եւ նետում են բանտերը։ Դրա վառ օրինակն է Ժիրայր Սեֆիլյանը, այն բոլոր մարդիկ Վալոդե Ավետիսյանը, Գևորգ Սաֆարյանը անհեթեթ մեղադրանքներով գցվում են բանտեր։ Ես չեմ հոգնում կրկնել, որ սա հիշեցնում է 1915 թվականի ոճրագործությունը, այն ինչ որ կատարեց կրկին մեր հայկական հայ իշխանությունները։ Այստեղ հարկ է նշել այդ նույն դաշնակցության կուսակցությանը, որը փոխանակ զիներ մեր ժողովրդին, մի բան էլ զինաթափեց մեր ազգին, նվիրյալներին նետեցին զինդանները եւ թուրքերին թույլ տվեցին այդ ոճրագործությունը, որը կոչվում է ցեղասպանություն։ Նույնը կատարվում է այսօր, տեսեք մարդկանց չի թույլատրվում անգամ փամփուշտ տանը ունենալ, բայց այսօր բոլորը նշում են, եթե մի երկիր գտնվում է պատերազմական վիճակի մեջ, ժողովուրդը իրավունք ունի զենք կրելու գոնե ինքնապաշտպանության համար, բայց այսօր զենք կարող են ունենալ միայն մեր հաստավիզ եւ հաստափոր օլիգարխները, հանձինս Սուրիկ Խաչատրյանի, որը բավականին մեծ զինանոց ուներ, մարդասպանություն կատարեցին հանձինս Բուդաղյանի եւ չդատվեցին, այդ բոլոր զինանոցը իրանց մոտ գտան եւ ասացին մենք դեռ կպարզենք օրինականությունը, օրինաչափությունը այդ զենքերի, այդպես էլ այդ պատասխանը չիմացանք դա օրինական էր այդ զենքերը թե ոչ։ Իրենց կարելի է զենք ունենալ մարդկանց սպանելու, խոշտանգելու համար, բայց սովորական քաղաքացիները իրենց ինքնապաշտպանության համար իրավունք չունեն անգամ հասարակ փամփուշտներ տանը ունենալ։ Սա է մեր իրականությունը եւ այսօր ժողովուրդը եռում է, այսպես ասենք, Հայաստանում եւ կոչ են անում Սփյուռքին, այսինքն մեզ, հենց հատկապես ԱՄՆ-ի բնակիչներին, հայ բնակիչներին առաջին հերթին փող չուղարկել Հայաստան, որովհետեւ այդ փողը ուղակի գնում է այս իշխանություններին, ինչը թույլ է տալիս իրենց այս ռեժիմը պահպանել։ Պարզ հասկանում ենք այստեղ այս 10-12 հեռուստակայանները, որ կան, ենթակա են այս ռեժիմին, այսինքն սերժիկական ռեժիմին եւ կատարում են իրանց քարոզությունը, չնայած տարեց տարի գումարները նվազում են իրանց համահայկական հիմնադրամի, սակայն այդ գումարները ինչ որ չափով կրկին հավաքվում են եւ ինչ որ բարեգործական ալիքների տակ հասնում են Հայաստան, ինչը նշվում է, որ կրկին այս իշխանությունները լափում են այդ գումարները։ Մենք չենք տեսնում, որ որևէ զինվոր կամ ազատամարտիկ, որը մասնակցեց անգամ այս վերջի պատերազմական գործողություններին, ինչ որ կյանքի սոցիալական բարելավում տեսան։ Այդպիսի բան չկա։ Մարդիկ այսօր զորացրվում են, այդ մարդիկ, այն զինվորները, ովքեր մասնակցել են այս պատերազմին, անգամ այսօր շուկով ցուցադրում են, որ Գյումրիի ոմն ազատամարտիկ կամ զինվոր, այսպես ասենք, վիրավորված վերադարձել է Հայաստան եւ Գյումրի է վերադարձել եւ Բալասանյանը նրան ընդամենը Գյումրիի պատվավոր ոսկե մեդալ է շնորհել։ Սիրելի հարգելի Բալասանյան, այդ զինվորը անապահով ընտանիքի երիտասարդ է, զավակ է եւ իրան ձեր այդ ոսկի մեդալը ոչ մի տաքություն չի տա եւ դրանից նա կուշտ չի լինի։ Նրան առաջին հերթին պետք է ապաքինվել, նրան առաջին հերթին պետք է ապահովել աշխատանքով եւ պարգեւատրել ֆինանսապես։ Կրկին այս բոլոր զինվորները, ովքեր մասնակցել են այս պատերազմի գործողություններին, բոլորն էլ սոցիալապես անապահով ընտանիքներից են։ Եվ փոխանակ իրենց ինչ որ մարտական խաչեր երկաթի կտորներ տալ, չնայած դա համարվում է պարգև, իրանց այսօր հարկավոր է ինչ որ ապահով մի բանով պարգևատրել։ Չնայած դա հեռու է մեր իշխանություններից, դրա վառօրինակն է այն ազատամարտիկները, ովքեր պայքարել են եւ կռվել են 92-94 թվականին, մենք բոլորս տեսնում ենք, ովքեր
իշխանական կլանի մեջ չեն, նրանք վայելում են բոմժի կարգավիճակով, ապրում են բոմժի կարգավիճակով, անգամ հացի փող չունեն։ Դրա վառ օրինակները Վալոդե Հավիտիսյանն էր, որին ընդամենը այն մեղադրանքով կալանավորեցի, որ իբր նա $2000 կաշառք էր վերցրել, ինչը այդպիսի բան չկար։ Մենք արդեն լավ գիտենք այս իշխանությունների ձեռագիրը, շինց ու գործերով այն մարդիկ, ովքեր ճշմարտություն են խոսում, ուղարկում են բերդերը։ Ինչի համար Ժիրայր Սեֆիլյանին ձերբակալեցին, բոլորս գիտենք միայն նրա համար, որ նա արտահայտեց, այսինքն բացահայտեց Սերժիկի սուտերը, որոնք են դրանք, որ սկզբից նա ասում էր 200-300 մետր են ընդամենը գրավել թուրքերը եւ ընդամենը մինչեւ այդ ասուլիսը վերջանա պատվիրակների հետ, այդ հողերը հետ վերադրացած կլինեն։ Հետո պարզվեց, որ դա 800 հեկտար է եւ այսօր էլ արդեն խոսում են նրա մասին, որ դա անգամ 800 հեկտար չի, շատ ավելի մեծ տարածք է եւ այն բարբաջոցները, որ դա ոչ ստրատեգիական նշանակության հողեր էին, հակառակն է դառնում, որ այդ Մարտակերտ շրջանի գլխավոր դիրքերից մեկն է, որը այսօր գրավել է թուրքերը։ Եվ ինքը իր խոսքը չկատարեց, ինքն ասելով, թե ով ուզում է, ով ցանկանում է, ով այդ լավ տղան կա, թող գնա այդ հողերը հետ բերի, Ժիրայր Սեֆիլյանն ասեց, որ ես պատրաստ եմ։ Եվ հավաքագրեց մոտարապես 1000-ից ավելի ազատամարտիկ է կողքը կանգնել այդ հողերը հետ բերելու համար։ Բայց այսօր բոլոր տվյալները կան, որ այս պատերազմը պայմանավորված էր Սերժիկ, Ալիև եւ Պուտին։ Դեռ այս բացահայտումները ավելի ցայտուն կլինեն ժամանակի ընթացքում, գնալով զինվորներն են սկսում պատմել բոլոր իրադարձությունները, ինչպես են անգամ եղած փամփուշտները եկել 2 օր առաջ հավաքել են այնտեղից, այսինքն փոխանակ տեսնելով, որ այնտեղ զինվորական կուտակումներ են գնում Ադրբեջանի կողմից, փոխանակ ուժեղացնեին զենքերով, փամփուշտներով, մի բան էլ եղած փամփուշտներն են վերցրել եւ այսօր Սերյան Օհանյանը պարզաբանում է տալիս այն հարցին, թե ինչու հրաման չի եղել կրակելու, անհեթեթ մի պատասխան է տալիս ասելով, որ այսօրվա բանակը, զինվորը ինքը այնպես է դրված, որ ինքն է որոշում կրակ բացի թե ոչ, եթե ինքը ուզում է ապրել, մտածում է իր կյանքի անվտանգության մասին, ինքը պետք է որոշումը ընդունի։ Եվ բնական հարց է այստեղ առաջանում, եթե պետք է զինվորը որոշի կրակել թե չկրակել, այդ ամբողջ գերուրչացված ապարատը բանակային ինչի համար է նստած պետության վզին։ Դրա փոխարեն կարելի էր ավելի լավ զենքեր գնել եւ զինել զինվորներին այդ զոհերը չունենալու համար։ Այն պատմությունները այսօր որ պատմում են զինվորականները, այդ կռվի մասնակիցները, ուղղակի ապշեցնող տվյալներ են եւ տեսնում ենք, որ առնվազն 1 ամբողջ օր պաշտպանական բանակը ընդհանրապես մատին չի խփել դիմագրավելու համար, ինչը ապացույցներից մեկն է, որ այս պատերազմը եղել է պայմանավորված, այսինքն այն խոսակցությունները, որ Սերժիկ Սարգսյանը պատրաստում է հողեր վերադարձնել Ադրբեջանին, դրանք անհիմն չեն, որովհետև տեսեք, ամբողջ մամուլը ողողված է նրանով, ստուգում են հայության, այսպես ասած, մտքերը, հոգեբանական վիճակը, արդյոք հայերը պատրաստ են եւ ինչ կանեն, եթե հողերը վերադարձնելու, ամբողջ մամուլը հեղված է նրանով, որ կարողա տան, կարողա չտան Կազանյան սկզբունքներ, Մադրիդյան սկզբունքներ, մարդիկ են ուղարկում Արցախ, իբր լրագրողների պատրվակով հարցազրույցներ վերցնելու համար կամ սոցհարցումներ են կատարում, ինչ ձևի կվերաբերվեք, եթե հանգարց հողերը Սերժիկ Սարգսյանը հանձնի, գոհ եք այս իշխանություններից թե ոչ, եւ այլն սադրիչ հարցեր, այսինքն ստուգում են ժողովրդի հոգեբանական վիճակը։ Եվ նորից գալիս է հարցը, արդյոք ջհուդներն են մեղավոր այս ամեն ինչի մեջ։ Ես կարծեմ Նժդեն է ասել, որ ամեն երկրներում կան տականքներ, բայց մեր հայ տականքը անգերազանցելի է։ Մեր հայ տականքին ոչ մեկ չի կարող հասնել։ Լսում եմ ձեզ, դուք եթերում եք։ Բարի երեկո, հարգելի Արմեն։ Բարի երեկո։
այստեղ որ ասիր մերոնք մենք մեր իշխանները եկեք այսպես վերջապես արտահայտվենք բոլոր մարդիկ արդեն հասկանում են ես հասկանում ինչ ես ասում մենք բայց պետք է վերջապես ասենք որ դրանք մերոնք չեն ոչ Սիրան Օհանյանը ոչ Սերժիկը եւ բոլոր մյուս հրամանատարները ամբողջ հրամանատարական վերնախավը օտարացին այլացին թրքաջհուդներ են տեսնում ես կներես ես հետո զանգտած կվերցնեմ Տիգրան այս թրքաջհուդ որ ասում ես նորից եմ ուզում այդ հարցը տամ ինչ կապ ունեն ջհուդները ամբողջ մեր պատմության մեջ երբ որ մեզ կոտորել են թուրքերը երբ որ մեզ դավաճանել են ռուսները երբ որ մենք ինքներս ենք մեզ դավաճանել ինչ կապ ունեն այստեղ ջհուդները ես կարծում եմ եկեք իրերը իրենց անուններով անվանենք այն առումով որ եթե մեր հայն է դավաճան պետք չէ ասել նա օտար է բոլոր մեր ամբողջ մեր պատմության ընթացքում հազարամյակների ընթացքում դավաճանները եղել են կան եւ ես կարծում եմ որ դեռ կլինեն ինչ որ մի խավ կա ինչ որ մի այսպես ասենք ճյուղ կա հայի որը հակված է դավաճանության որը հակված է ստրկամտության ուրիշ ազգին պաշտելության այսինքն մենք կորցրել ենք մեր ինքնությունը մենք կորցրել ենք մենք ինքներս մեզ չենք ճանաչում մենք հույսներս միշտ դնում ենք ուրիշ ազգերի վրա եւ տեսեք ինչ է կատարվում անգամ այն տեսեք սովոր մի հասարակ հարց է երևի հասարակ չի մոտ 1.5 տարի արդեն մեր այսպես ասած Հայաստան իշխանությունները գոռում էին այս մեխանիզմները ներդնելու համար եւ այսօր իհարկե ԵԽՎ այդ հանձնաժողովը ընդունում է այդ բանաձևը որ արագացնեն բայց քանի որ Ռուսաստանը բոյկոտում է Ռուսաստանին դա ձեռ չի տալիս այդ մեխանիզմները ներդնել Հայաստանը հանձինս Գեղամյանի հայտարարում է որ նա չի ստորագրելու դա սա դավաճանության այսպես ասենք գագաթնակետն է կրկին ինչ կապ ունի այստեղ ջհուդները եթե Գեղամյանը Ռուսաստանի գործակալ է ինչ կապ ունեն այստեղ ջհուդները լսում եմ ձեզ նորից եմ արնում այ հիմա լսում եմ քեզ ես քեզ պատասխանը տվեցի որ այդ ինչ որ կա այո որ ասում ենք մենք իրոք կարող եմ ապացուցել եւ փաստեր կան հենց հնուցել շատ վաղուց հարգելիս որ այդպես այնքան դավաճան այդ ամենավտանգավոր ազգը վաղուց է մեր մեջ խառնվել դեռ այդ հայ կոչեցյալ սուտ նահապետի ժամանակվանից սրանք շատ լուրջ բաներ են որ կարող են մանրամասն բացատրել նրանք վաղուց արմենական լեռնաշխարհում խառնվել են մեր մեջ այդ սեմիտների եւ բոլոր ժողովրդների մեջ եւ մեր անվանտա գործում են շատ վաղուց ուստի այդպես էլ մեր անունը դուրս եկավ թե մենք ենք դավաճան ոչ մի րոպե կանգնես քեզ մի հատ հարց տամ Տիգրան ես քեզ դա եղանակ չի կազմում ազգի ես ինը կատունում այդ մեթոդը որը ես քեզ հոլդի վրա եմ դրել Տիգրան որ խոսում ես սովորի լսել ես քեզ ուզում եմ հարց տալ Պապ թագավորի ժամանակ են ջհուդները եղել որ մեր իշխանավորները հանձնեցին բանալիները թուրքին պարսիկին եւ ասացին արի գրավի մեր Հայաստանը մեր բերդը եւ այլն ես մեկ ուրիշ զանգ կվերցնեմ այո լսում եմ ձեզ Ալո բարի երեկո ձեզ Արմեն ջան դուք եք այո լսում եմ ձեզ ինչպես եք շնորհակալություն գերազանց շատ ուրախ եմ առաջին երթին շատ ուրախ եմ ձեր հաղորդման համար որ վերջապես ձեզ կարողացանք դիտել AMG-ով շնորհակալություն Okay ձեզ ամենաբարիք եմ ցանկանում բայց այդ Տիգրան Գոչեցյալին մի քիչ հենց որ լսում եք իր ձայնը մի քիչ անջատեք որ քանի անգամ արդեն չգիտեմ Ես հասկացա ձեզ ես էլ եմ արդեն հոգնել ջհուդ բառը գիտեք ինչ եկեք մեղքը մեր մեջ մանգանք եւ ոչ մեկի վրա մեղքը չգցենք առաջին հերթին մենք ենք մեղավոր մենք ենք թույլ տվել որ այսպես ասած մանվելները Սարոյանները Շմայսները եւ բոլոր այդ մնացած աղբը այսօր գերակշռում են Հայաստանում թուրները աչ ու ձախ կտրում են եկեմեներ են ստեղծում չգիտեմ իրանց համար թիկնապաներ են ստեղծում եւ մենք իրան սարքել ենք հերոսներ իրական հերոսները այսօր նստած են բանտերում այսպեսի մի համեմատական կարգ է գնում եթե Մոնթեն այսօր ողջ լիներ ինչ կլիներ այո երևի թե Մոնթեն էլ գտնվեր բանտում բայց քանի որ նա զոհվել է իր անունով փողոց կա հուշարձան կա եւ այլն
Կարծում եմ Ժիրայր Սեֆիլյանը Իրանից պակաս հերոս չի, ազատամարտի, բայց նա այսօր գտնվում է բանտում։ Նույն համեմատականը անցկացնում են անգամ Նժդեհի հետ, ասում են պատկերացրեք, եթե Նժդեհը ողջ առողջ լիներ, այսինքն ապաքինվեր, մինչև խոր ծերություն ողջ լիներ, իր մահով մահանար, ով այսօր Նժդեհին կհիշեր, բայց քանի որ նա զոհվել է, այսպես ասած գնամերի արի սիրեմ։ Ուրեմն Ժիրայր Սեֆիլյանի մեղքն է, որ նա մինչև հիմա ողջ է մնացել։ Ոչ, ես կասեի Ժիրայր Սեֆիլյանը այսօրվա մեր հերոսներից է, որը այսօր կարող է անշարժումը բարձրացնել, որը կոչվում է ազատագրական շարժում այս ռեժիմից։ Եվ Գարեգին Չուքազյանը եւ Պավլիկը եւ իր Վարուժան Ավետիսյանը ասուլիս են տվել այս 2 օր առաջ, ասելով որ եթե հանգարց Սերժիկ Սարգսյանը փորձի հող հանձնել, նրանք կստանան զինված ամսլամություն։ Եվ այս խոսակցությունները լուրջ են, որովհետև արդեն ժողովրդի մոտ համբերության բաժակը լցվել է եւ այսպես շարունակվել չի կարող։ Էլ չեմ խոսում 2017 թվականին, որ նրանք պատրաստում են վերարտադրվելուն, վերընտրվելուն, այսօր պայքար է գնում ներքին կլանում իրենց որդիներին տեղավորել խորհրդարանում, այսինքն իրենք դորդուբեշ արեցին նույն Թոխմախի Մհերը, Մանվել Գրիգորյանը, Սարոյանը, Շմայսը եւ մյուսները հիմա պատրաստում են իրենց որդիներին բրթել առաջ, որ շարունակվի թալանը, հանգարց իրենց աթոռներից գահերից չիջնեն։ Ուրեմն այստեղ ինչ է հարկավոր ժողովուրդ, ես կլսեմ ձեզանից։ Լսում եմ ձեզ, դուք եթերում եք։ Ներող կլինես Արմեն, վերջնական։ Շատ կարճ, Տիգրան, շատ կարճ։ Իհարկե, շատ բարդ հարց են բարձրացնում, ովքեր որ դժգոհում են, լավ կլներ, որ մի անգամ լսեն, թե ես ինչ եմ բացատրում։ Չէ, դու միշտ բացատրում ես ջհուդ, Տիգրան։ Չէ, շատ կարճ, որովհետև ժամանակը շատ քիչ է։ Քանի որ այդ պատմությունից հայտնի որ նրանք մեր մեջ խառնված են, եւ գեղեցիկ խոսքերով էլ հայրենասիրական խոսքերով մեզ խափում, մեզ շողոքորթում եւ վստահություն են գրավել, այդ պատճառով շատ դժվար է դրան հավատալը։ Գարեգին Նժդեհը որ ասել է իհարկե չկա ավելի վատ քան հայկականքը, բայց հայ բառը կարող ասել որ դա մեր ազգի անունը չէ։ Դա եւ այդպեսի անով ազգ չկա, մենք արմեններ ենք սիրելիս։ Եղավ Տիգրան, հասկացանք, սա երկար բացատրություն է։ Լսում եմ ձեզ, դուք եթերում եք։ Շատ շնորհակալ եմ Արմեն ջան, որ ժամանակ հատկացրեց իր խնդրում։ Լսում եմ ձեզ։ Մի քիչ կարճ ժամանակ դուր, որը մարդիկան Հա, գծերը վառվում են, լսում եմ ձեզ։ Եթե լսել եք այսօր առավոտյան կլոր ստեղանի շուրջ հարցազրույց կար եւ Հրանուշ Խարատյանին եթե լսեցիք։ Լսել եմ, այո։ Okay, շատ բարի։ Այդ կինը այնքան բարձ օրինակ բերեց, որ ավելորդ խոսակցություններ չպետք է լինեին, որ Ռուսաստանն ամեն ինչ արել մեր գլխին եւ անում է եւ կարծում թե ելի պիտի անի, որ 40 տարով չի թույլ տալիս Հայաստանը գազի առևտուրանի, 50 տարով պայմանագիր է կապել զինվորական։ Այդ բոլորը գիտենք, հիմա ես ձեզ հարց եմ տալիս, ինչ պետք է անենք մենք։ Կարճ պատասխանեք։ Ինչ պետք է անենք։ Պատասխանը ամբողջ ազգով միասնությունը պետք է լինի, որ չի թույլ տալիս Ռուսաստանը։ Ով չի թույլ տալիս գոնե մեզ այստեղ գնալ հյուպատոսանի առաջ մեր բողոքի ձայնը բարձրացնել։ Այստեղ ով թույլ չի տալիս։ Նույնիսկ Սերժ Սարգսյանի թաթիկները, որ այստեղ գործում են։ Ինչ որ մեկը ձեզ ճնշում է այստեղ, այս ազատ երկրում, ով է ճնշում ձեզ, կարող եմ իմանալ։ Այո, անունները հիմա ինչ պետք ունեն ստարում, որ եթե դրանից ոչ մի բան չենք շահելու, աղբեր ջան, որտեղ բոլոր միլիոնատերերն են։ Դուք արդեն ձեր պատասխանը տվեցիք։ Լսում են ձեզ, դուք եթերում եք։ Տիգրանը երբ որ զանգում է ինչքան գարակ շուտ։ Անցնենք Տիգրանից, ես կոնկրետ հարց եմ տալիս այս բացատրություններից հետո, ձեր առաջարկ ունեք ինչ պետք է անի գոնե Սփյուռքը։ Ես ոչ չեմ կարող ասել կներեք։ Խնդրեմ։ Լսում եմ ձեզ, դուք եթերում եք։ Արմենի ես խոսում։ Այո, լսում եմ ձեզ։ Արմենը գիտես ով է հերոս։ Ընդրանք որ բանդիային են նստած, ընդրանք են մեր հերոսները, ոչ թե այս քայլերը, թողտի ռադանեն էտա։ Շնորհակալություն։ Լսում եմ ձեզ, դուք եթերում եք։ Բարի երեկո Արմեն։ Բարի երեկո, շնորհակալություն։ Ուրեմն Արմեն ջան, ես ուզում եմ քեզ գիտես բանը հարցը տամ քեզ, բայց ես ուզում եմ հասկանամ, թե դուք ինչ մտածելակերպ ունեք, որովհետև ես երկար ժամանակ արդեն ճանաչում եմ, բայց
2007 թվականի ընտրություններից Սերժ Սարգսյան եւ Լևոն Տեր-Պետրոսյան, որովհետեւ դուք այն ժամանակ պաշտպանում եք Լևոն Տեր-Պետրոսյանին, հետո սկսեցիք քարկոծել, հիմա նորից չգիտեմ ում եք ինչ է ձեր հաղորդման նպատակը այս տեսակետի եւ ձեր առաջարկը ինչ կարելի է անել։ Տեսեք, ես նույնը ձեզ հարցրեցի, այս պայմաններում ինչ կարա անի Սփյուռքը։ Ժողովրդին երկու բառով ասեք ժողովրդին կամ երկու նախադասությունով ինչ կատարվեց Լևոն Տեր-Պետրոսյանի աջակցության կոմիտեի հետ։ Եղա, բացատրեմ ձեզ։ Միշտ այդ հարցը տալիս եք, ուրեմն Լևոն Տեր-Պետրոսյանի աջակցության կենտրոնը ինչ չի հետաքրում, այն հարցին ես ձեզ պատասխանեմ, որ ասում եք 2007 թվականին Լևոն Տեր-Պետրոսյանն եք պաշտպանում։ Ուրեմն Արմեն Բարսեղյանը ոչ մեկին չի պաշտպանել, որտեղ ես երբեք ոչ մի անձի հետևից եւ ոչ մի կուսակցության հետևից չեմ գնացել, անգամ կոմսոմոլ չեմ եղել, ձեր իգիտություն ձեզ համար։ Այն ինչ որ կատարվել է Լևոն Տեր-Պետրոսյանի աջակցության կենտրոնի հետ, ես ուրեմն եղել եմ այնտեղ մինչև 2009 թվականը, իսկ այդ կենտրոնը գոյություն ունեցել մինչև 2012 թվականը, թե ինչ է կատարվել իրանց հետ ես գաղափար չունեմ։ Ես էլ հենց դուրս եկա այդ աջակցության կենտրոնից հենց նրա համար, որ ես տեսա, որ Լևոն Տեր-Պետրոսյանը այն մարդը չի եւ այն նպատակների համար չի եկել, որի մասին նա խոսում էր։ Այսինքն այն ինչ որ մենք տեսանք, մարդկանց քաղաքով պատտացրեց 2-3 տարի, 4 տարի շարունակ եւ ուղարկելով տուն այդ շարժումը մարեց եւ բոլորին անվանեց մարգինալ եւ իրան չքննադատել ես չէի կարող։ Նորից եմ ասում, ես երբեք ոչ մեկի անձի հետևից չեմ գնացել, ես գնացել եմ գաղափարի հետևից։ Բոլորի պես ես առաքյալ չէի, որ մի անգամուց տեսնեի, որ Լևոն Տեր-Պետրոսյանի ծրագրերը ինձ դրա համար հարկավոր էր 1 տարի, 1 տարվա ընթացքում ես դա հասկացա։ Մարդիկ կան մինչև հիմա չեն հասկացել Լևոն Տեր-Պետրոսյանի արածները, այն ինչ որ արեց, ես դա 1 տարում հասկացա։ Եվ նորից եմ ասում, ես մարգարե չէի, որ շատ շուտ հասկանայի, թե ինչ է կատարվում եւ այդ գաղափարի հետևից չգնացի։ Ես գնացի ուղղակի այն գաղափարի հետևից, որ շարժում է սկսվել եւ այս ռեժիմից միգուցե հնարավոր է ազատվել, ինչը չեղավ։ Բայց դա չի նշանակում, որ մարդիկ պետք է իրենց թևերը թուլացնեն, հրաժարվեն շարժումից եւ երբ որ հարցնում եք ինչ է նպատակը այս հաղորդաշարի, նախ եւ առաջ եթե կարդալ գիտեք, opening-ը երբ որ տեսնում եք, սա այս հաղորդաշարը կոչվում է վերլուծական քաղաքական հաղորդաշար։ Ես ձեզ ներկայացնում եմ քաղաքական իրավիճակը աշխարհում կապված Հայաստանի հետ եւ հայաստանյան քաղաքական իրավիճակը։ Եթե նորից չեք հասկանում, դա արդեն ձեր պրոբլեմն է, կարող եք այս հաղորդաշարը չդիտել, Փառք Աստծո 12-ից 13 կայան կա այս համայնքում, իրենց գարշելի սերիալներով կարող եք ձեր ալիքը փոխել եւ հաճույքով դիտել այդ սերիալները։ Այդքանը ձեզ կարող եմ ասել եւ քանի որ հաղորդումը մոտենում է իր ավարտին, ես իմ պատասխանը կտամ մի երգով, որը ես կնվիրեմ այսօր ամբողջ հայությանը։ Սա դիտեք որպես կոչ եւ մեր Սփյուռքին եւ Հայաստանին։ Կխնդրեմ այդ երգը հնչեցնել եթերում։ Ողջոտ դիվադաթա Հայաստանից հեռանում է Եվ մի քանի հաստավզեր Վերնապատիկ գերանում են ողջողոտ դիվադաթա Հայաստանից հեռանում է Եվ մի քանի հաստավզեր Վերնապատիկ գերանում են խոզի նման խարուխեր Ապրծպր թեթումերում Ժողովուրդին տունավորում Հայաստանից հանում լարում Իրենք տեր են դարձում Եվ մեկ ու կողոտ կրծում Ոտն ու ջուրն են արդեն ծախում Դե մենք ով ենք մեզ չեն լսում Խոզի նման խրուխեր Ապրծպր թեթումերում Ժողովուրդին տունավորում Հայաստանից հանում լարում Թե կլսեք տղերքերն ենք Ոտից գլուխ նորից մենք Դե
է ոչ թե իրենք Այդ խոսերին դնենք որտեղ խոզի նման խրուխեր Ապրծապր թետումեր Ժողովուրդի թունավորում Նրանց երկրից հանում լարում Էնեք տղեր դե ձեզ մատաղ Չհանդուրժենք էլ ոչ մի խաղ Թե գեներալ, թե դերասան Թողան ու տանես պատասխան Խոզի նման խերուխեր Ապրծպր թտումրու Ժողովուրդին թունավորում Վերաս երկրից հանում լարում Ողջ ժողովուրդ դիվադաթափ Հայաստանից հեռանում են Եվ մի քանի հաստավեզեր Տեխնապատիկ գերանում Խոզի նման խրուխեր Ապրծպր թտումրու Ժողովուրդին թունավորում Վերաս երկրից հանում լարում Հայաստանից հանում լարում